Պարոն Վարդանյան, այս պահին գտնվում եք Արաբ Կիրզին կոմիսարիատում, հավանաբար եկել եք, որ մեկնեք Արցախ, ինչ ասեցին։ Իրականում ոնց որ մենք իրականում մեր կազմակերպություն ունենք, որը կոչվում է Բևեռների միացում, եւ մեր իսկ կազմակերպությամբ մենք հավաքագրել ենք բավականին թվով կամավորական մարդկանց, ովքեր ցանկանում են կան շատ կան, հիմա չեմ ուզում ճիշտ ասած թիվ ասել, որովհետև դա ճիշտ չի լինի, դա իրավիճակ կա մեր մոտ մեր երկրում, կարծես ես ձեր հարցազրույցներից մեկը դիտել եմ, կարծես կանխագուշակել եք, որ լինելու Արցախը վտանգված է, այո, ես այն ժամանակ էլ սենց մի 3 թե 4 ամիս առաջ հարցազրույց տվեցի, որտեղ որ ներկայացեցի, որ այս իրավիճակի մասին խոսեցի եւ ասեցի, որ սա լինելու է։ Կհամագործակցեք։ Հայտնի գտնվեմ ամենադժվար տեղը, որովհետև ես տեղեկություններ կան, որ կա մի հատված Արցախում չեմ ուզում ասեմ, դա իհարկե ճիշտ չի համարվի, որտեղ որ լինելու են վարձկան աղաբեկիչներ, որը որ մենք իսկապես ձգտում ենք հենց այդտեղ մենք լինենք։ Իրենց հետ հենց արճակատումը փորձում ենք մեր վրա վերցնել, ճիշտ է փոքր քանակով, բայց դա փորձում ենք անենք ամենայն դեպս։ Արտական ոգին ինչպես է։ Հիանալի։ Չեք պատկերացնում մեր ազգը ամեն օր մեզ զարմացնում է։ Դարերով կարող ենք, հազարամյակներով կարող ենք ապրել, բայց ամեն վայրկյան օր առ օր մենք ինքներս մենք կարող ենք զարմացնել։ Դա ոչ թե ոտնձգություն է Արցախի եւ Արցախի բնակչության մեր հայրենակիցների նկատմամբ, սա ոտնձգություն է մեր հայրենիքի, Հայաստանի ամբողջ հայության նկատմամբ։